Հրապարակ թերթը գրում է նախորդին ուժեղ Հայաստան կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո ընտրատարածքային հանձնաժողովների մի քանի ԿՊԱ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։ Մտերիմներին նրանք պարզաբանել են, որ հանրահավաքը մեծ արձագանք է առաջացրել իշխող թիմում եւ իրենք էլ մտավախություն ունեն, որ քաղաքացիական պայմանագիրը չի անցնի, ուստի ապահովագրում են իրենց։ Գրում է թերթը։ Իրավունք թերթի տեղեկություններով հերթական դավադրությունն է մշակվում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ եւ ինչպես միշտ Մայր Աթոռի ներսից։ Ճիշտ նույն շրջանակները, որոնք 2018-ին խանդավառված էին Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությամբ եւ դրդում էին վեհափառ Հայրապետին ամեն կերպ հաջողանալ նրան, հիմա արդեն թունդ հականիկոլական դարձած ու նախընտրական էֆորիայով տարված իրենց PR խորհուրդներով կրկին անհարմար կացության մեջ են դնում կաթողիկոսին։ Սա իհարկե փաթեթավորում են իբրև այս իշխանությանը հեռացնելու հոգեվոր լումա, իսկ իրականում հարված թիկունքից։ Թերթի տեղեկություններով ինչ-ինչ փակ սենյակներում ոմանց ուղեղներում միտք է փայլատակել, որ եթե ընտրություններին իշխանափոխություն չլինի, իրական հեղափոխական ալիք կարող է փողոցում գեներացվել միայն վեհափառ Հայրապետի ձերբակալության դեպքում։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Փաշինյանի հասցեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոշտ հայտարարությունից հետո նրա աջակիցների ընտրողների թիվը կարելի է ասել բավականին ավելացել է։ ԲՀԿ նախընտրական շտաբի թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ այդ լեզվակռվից առաջ իրենք փորձել են հաշվառել իրենց ունեցած-չունեցած ձայները համայնքներում, բայց հայտարարությունից հետո իրենց համայնքի շտաբների պատասխանատուները կապվել են կենտրոնական շտաբի հետ եւ ասել, որ նախապես փոխանցած հնարավոր ձայների թվերը 50%-ով ավելացել են։ Բոլորը միաբերանշել են, որ պատճառը Ծառուկյանի Փաշինյանի հասցեին արված հայտարարությունն է, այն է, իրա պատիժը իմ ворց առյուծի մոտ մտնելը պիտի լինի, եթե չապացուցեց, որ շպիոն եմ։ Գրում է թերթը։ Իրավունք թերթի տեղեկություններով խորհրդարանական ընտրություններից հետո խաղաղ չի լինելու որոշ վարչական շրջանների ղեկավարների համար։ Ընտրություններից հետո քաղաքային իշխանությունում սպասվում է կադրային ջարդ։ Այն, որ նախընտրական թոհուբոհի մեջ որոշ թաղապետերի նյարդերն այլևս տեղի են տալիս եւ որ դա քաղաքապետն ու իշխանությունները չեն ների, միանշանակ է։ Մնում է հետևել հետընտրական շրջանին, որպեսզի ավելի պատկերավոր հասկանալ, թե որ վարչական շրջանն է լավ աշխատել ընտրություններին։ Սակայն այն փաստը, որ որոշ վարչական շրջանների ղեկավարներ իսկապես չեն աշխատում ոչ քաղաքացիական պայմանագրին ձայն բերելու համար, ոչ էլ իրենց աշխատանքային պարտավորություններին հարիր, արդեն իսկ ցուցակագրված է ու անհետևանք չի մնա։ Գրում է թերթը։